կարճատև հաղթական պատերազմ։ Սա հին ծամոն է եւ հին հնարք է ընտրություններից առաջ ինչ-որ բան փոխել։ Միացյալ Նահանգներում օրենսդիր մարմնի ընտրությունները լինում են փուլերով, այսպես ասած, 2 տարին մեկ տեղի են ունենում ընտրություններ տարվա վերջին եւ թեպետ հիմա կոնգրեսում եւ սենատում առավելություն ունեն հանրապետականները, բայց շատ մեծ է դժգոհությունը Թրամփից եւ իր վարած քաղաքականությունից, լիքը ցուցադրական բաներ, անտեղի ծախսեր, խայտառակ պատերազմներ մոգոնել սկսել եւ իրեն շատ պետք է ունենալ ինչ-որ հաղթանակ կամ հաղթանակի ձևակերպում կամ հաղթանակի ընկալում սեփական հանրության մեջ, պոպուլիզմը ամեն տեղ է չարիք էլի, այնտեղ վայթե ավելի մեծ չարիք է, քան թեստեղ, ճոռո խոսալ, բաներ խոստանալ, սուտ բաներ խոստանալ, անիրական բաներ խոստանալ, վերջում սկսել նույն կեղծիքներով արդարացնել, թե ինչու չստացվեց այսինչ բանը։ Մեզանում դեռ չեն սկսել արդարացման ինչ-որ բաներ, թե ինչ են խոստացել սա եւ չեն արել, Այնտեղ պատրաստվելով այս տարվա վերջի միջանկյալ այսպես կոչված ընտրություններին շատ կարևոր է որ ինքը ունենա ձևակերպված ինչ-որ մի հաղթանակ, կամ ռոպագանդան քարոզի, բայց բաց հասարակության մեջ դա դժվար է անել, էլի փակ հասարակության մեջ հեշտ է անել։ Հյուսային Կորեա, Ռուսաստանի Դաշնություն, ինչքան ասեք կարելի է ծախողումը սքողել, ծածկել, քողարկել եւ պատմել հաջողությունների մասին։ Բայց Միացյալ Նահանգներում դա չի աշխատելու եւ չի աշխատում ու ռիսկը շատ մեծ է, որ հանրապետականները կորցնելու են իրենց դիրքերը կոնգրեսում եւ այնտեղ առավելություն են ստանալու դեմոկրատները, եթե մի նոր բան չմոգոնի, էլի իհարկե, պարոն Թրամփը, տեսնենք ինչ կարող է լինել։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։